Դերասան Գոռ Հակոբյանը շարունակում է սոցիալական իր էջերում ակտիվ հրապարակումներով կիսվել ու իր սիրելի հետևորդներին պատմել, թե ինչ օրեր են անցկացնում Մյունխենում։ Նրանք մեկնել են Գերմանիա, որպեսզի որդին Ֆելիքսը սկսի իր բուժման առաջին կուրսը։ Նա տառապում է դարի հիվանդությամբ, սակայն ողջ հանրությունը և հասարակությունը Գոռ Հակոբյանի ընտանիքի կողքին է և նրան փորձելու են ամեն կերպ աջակցություն ցույց տալ։ Գոռ Հակոբյանն արդեն հայտնել է, որ այս օրերին նրանք արդեն հոսպիտալիզացվելու են և սկսեն բուժման առաջին կուրսը։ Ժամեր առաջ Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել, ցույց տալով Մյունխենի փողոցները ու թե ինչպես են նրանք անցնում այդտեղով։ Ձեզ ենք ներկայացնում նաև Գոռ Հակոբյանի հրապարակած տեսանյութերից մի քանիսը։ Բարելույս իմ շատ սիրելի Հայաստան, բարելույս իմ շատ սիրելի Սփյուռք, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12 մարտի առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմահազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա, իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի, կփոխանցենք իր ծնողներին ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ձեզ, Աստված բոլորիս պահապան։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը շատ լավ տեմպերով շարունակվում է։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մի հատ ինֆորմացիա եմ կարևոր բերել Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների համար։ Այստեղ նշում եմ Zelle information-ը, որ դուք կարողանաք Zelle անեք Նարեկին, ընկերոջս, իմ վստահված մարդն է ու այստեղ նաև նրա հեռախոսահամարն է, եթե չեք ուզում Zelle անեք, կարող եք կանխիկ փոխանցել նրան, հետո ինքը այդ ամբողջ գումարները կհավաքագրի եւ կուղարկի ինձ Երևան։ Շնորհակալ ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն տեմպով, նույն ակտիվությամբ շարունակվել է ամբողջ գիշեր ու շարունակվում է մինչ այս պահը։ Ամեն վայրկյան, ամեն միլի վայրկյան իմ հեռախոսին մուտք է լինում, իմ քարտերին ու հաշվի համարներին մուտք է լինում, որ ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանից փոխանցումների համար մի քիչ հետո ես հավելյալ կտրամադրեմ ձեզ հաշվի համար, որը արդեն վերջնական հաստատված է ու աշխատում է նորմալ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ GoFundMe-ն չի աշխատում այս բային, որովհետև վերիֆիկացիայի փուլում է եւ հոլդի վրա է։ Հիմա մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ հոլդից անենք եւ կարողանան Ամերիկայի մեր հայրենակիցները փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն, հավելյալ կտեղեկացնեմ բոլոր ինֆորմացիաները։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը էլի մեծ տեմպով շարունակվում է ու շատ կարևոր ինֆորմացիա եմ բերել Ռուսաստանի մեր հայրենակիցների համար։ Արդեն բացվեց հաշվի համար, որը ռուբլու համար է հենց նախատեսված ու այդ հաշվի համարին դուք կարող եք ձեր փոխանցումները անել։ Համ ստեղ եք տեսնում, համ այն վիդեոյի տակ է արդեն տեղադրված հաշվի համարը, որը որ ես տեղադրել եմ Instagram, այն գլխավոր վիդեոյի տակ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հետևորդներ, մեր դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է, այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի,
մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն թափով շարունակվում է։ Ես գիտեի, որ մեր ազգը համախմբված է, բայց որ նեղ պահին մարդու նեղ իրավիճակում ուղղակի այսքան մարդ կարող է կանգնել իր կողքին, այսքան հայ կարող է կանգնել իր կողքին, այդ մեկը իմ համար բացահայտում էր։ Ինչքան էլ տարաձայնություններ ունենանք մեկս մյուսից նկատմամբ, ինչքան իրար սիրենք, ինչքան չսիրենք, բայց նեղ իրավիճակում մենք անկրկնելի ենք։ Մեջ չեմ խոսում մենակ փոխանցվող գումարների մասին, որ րոպեն մեկ գալիս են, վայրկյանը մեկ գալիս են, ես նաև ուզում եմ ասել այն, որ ուղղակի իմ հեռախոսի համարը գտնում, մարդիկ գալիս են մեր տան դիմաց կանգնում են, ինձ դուրս են կանչում, ուղղակի փող են տալիս, գնում են անծանոթ մարդիկ։ Ես չգիտեմ դա ինչ դաստիարակություն է։ Մենք անկրկնելի ենք։ Ես երախտապարտ եմ բոլորիդ, ամեն մի լումայի համար։ Մի ժամ արդեն լրացավ, որ ես տեղադրել եմ վիդեոն, արդեն մենք 10 միլիոն դրամ փող ունենք հավաքված ու ես չգիտեմ ինչ ասեմ, ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ։ Եթե մենք այս տեմպը պահենք, շատ արագ կունենանք մեր թիվը 7 օրում 5-ից 7 օրում մենք այդ թիվը կունենանք ժողովուրդ ջան։ Ես շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև այդ GoFundMe լինքի հետ ասեմ, որ Ամերիկայից լիքը նամակներ ենք ստանում, GoFundMe լինքի հետ կապված հոլդի տակ է ուղղակի, որ բացել ենք, վերիֆիկացիա է ուզել այդ լինքը, վաղը հենց ակտիվանա այդ լինքը, մենք բան կանենք, ես հավելյալ կտեղադրեմ։ Շնորհակալ եմ անչափ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, մենք անցանք 33 միլիոն դրամի շեմը, ընդամենը 2 ժամից մի քիչ ավել։ Անչափ շնորհակալ եմ ձեզ։ Այսենց ամեն 10 միլիոնը մեկ սթորի եմ անելու ու շնորհակալություն եմ հայտնելու ձեզ։ Չեմ բոլորին, ես Գոր Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար։ Ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բալիկներին պահապան լինի։